Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքները պոլիտիկայի մի եթերում, այսօր աշխատանքային օր է եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, հետաքրքիր հրապարակումներ կան այսօր եւ դրանցից ամենամեկը, որ ես կառանձնացնեմ եւ մանրամասն քննարկենք հրապարակ օրաթերթի հոդվածն է այն մասին, թե որ քաղաքական ուժը ինչպես է մասնակցելու ընտրություններին, գրեթե բոլոր քաղաքական ուժերից կան մեկնաբանություններ եւ կարծում քաղաքական դասավորվածության առումով, դասավորվածությունը հասկանալու առումով բավական հետաքրքիր հոդված է։ Ուրեմն հրապարակ օրաթերթը գրում է. Դեկտեմբերին մեր ձևով շարժումը հայտարարել էր, որ հունվարին պարզ կլինի, թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն։ Երեք շարժումն իր տնտեսական ծրագիրը հրապարակեց, պանելային քննարկում անցկացրեց եւ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ասուլիս տվեց, սակայն դարձյալ չհրապարակվեց թեկնածուի անունը։ Հայտարարվեց, որ փետրվարի 12-ին ուժեղ Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարի օրը կհայտարարեն վարչապետի թեկնածուի անունը։ Նարեկ Կարապետյանը հավելեց նաև, որ վաղուց են որոշել թեկնածուին։ Անցած ամիսներին խոսակցություններ կային, որ վարչապետի թեկնածուն հնարավոր է լինի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, եւ իշխանական քարոզչամեքենան վայրի արշավ էր սկսել նրա դեմ, սև քարոզչություն էին անում, քրեական վարույթներ ծրագրում։ Սակայն տեղեկություններ ունենք, որ Կարապետյանը չի կարող առաջադրվել, նա վարչապետի թեկնածու առաջադրվելու ցենզին չի համապատասխանում։ Մասնավորապես վերջերս խախտել է 1 տարվա ընթացքում 6 ամիս ռեզիդենտ լինելու Հայաստանում ապրելու ցենզը, ընդ որում տևական ժամանակ պահպանել է, իսկ վերջերս գուցե անգամ միտումնավոր խախտել, որ անհաղթահարելի խոչընդոտ ձևավորի եւ անհնարին դարձնի իր առաջադրումը։ Հրապարակ թերթը գրում է. ՔՊ-ում ըստ ամենայնի որոշել են падգամավոր Հայկ Սարգսյանին ոչ միայն գծերից գցել, մերժել падգամավորական թեկնածության հայտը, այլև իրավական գործընթաց սկսել նրա դեմ։ Մենք տեղեկացանք, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել է նաև Հայկ Սարգսյանի անունը, մասնավորապես ոչխարների վերաբերյալ կաշառքի հայտնի գործով նիստին հեռախոսային խոսակցությունների վերծանություն է ներկայացրել դատարանում, որտեղ ոչ այնքան Աղազարյանի անունն է հիշատակվել, որքան Հայկ Սարգսյանի։ Սա բնական գործընթաց է ԿՊ-ի կողմից եւ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող, բոլոր նրանք, ովքեր իր գծին չեն համապատասխանում, միանգամից պատժվում են նաև քրեական գործերով, ես վստահ եմ Հայկ Սարգսյանի դեմ քրեական գործ կհարուցվի, բայց Հայկ Սարգսյանի քրեական գործը կամ իրեն մերժելը, ցուցակ չտանելը, ես կարծում եմ որևէ կապ չունի Ալեն Սիմոնյանի այդ կոնֆլիկտի հետ, ավելին այդ կոնֆլիկտը ավելի շատ շղարշ է իշխանությունների կողմից օգտագործվող, որպեսզի ցույց չտան իրական պատճառներ Հայկ Սարգսյանին ԿՊ ցուցակ չտանելու։ Նախ նշեմ Հայկ Սարգսյանը մանկուց, ընդ որում սա ճակերտների մեջ չի, մանկուց Նիկոլ Փաշինյանի հետևորդ է, երևի թե այսօր ԿՊ-ականների 99%-ը Նիկոլ Փաշինյանին անգամ հայոյում էին կամ կապ չունեին, Հայկ Սարգսյանը 14 տարեկանից իր եղբոր հետ կապ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, մասնակցել է իրեն աջակցող հավաքներին եւ դրա մասին նաեւ հիշատակում էին արել իրենք օրս իրենց Facebook-ում, ըստ էության ակտարկելով, որ Նիկոլ Փաշինյանը այդքան երախտամոռ մի եղի, 14 տարեկանից կողքիդ են եղել։ Ինչու է նա պատժում Հայկ Սարգսյանին։ Հայկ Սարգսյանը, հիշեցնեմ, այդ on-line խաղատների դեմ օրենքի հեղինակն էր, որը դժվարություններ ֆինանսական բեռ պիտի առաջացներ on-line խաղատների։ Դուք գիտեք գլխավոր խաղատունը որն է, ում հետ ընկերական հարաբերություններ ունի, իշխանության ինչպիսի ծառայություններ է մատուցում, ինչպես էր այդ խաղատան սեփականատերը ժամանակին մամուլը գրեց դրա մասին գերթանկարժեք հանգստյան կղզի տանում Նիկոլ Փաշինյանի աներձակին, այլ ԿՊ-ական падգամավորների Ալեն Սիմոնյանին, հա, եւ բնական է, որ պիտի պատժեին Հայկ Սարգսյանին, որովհետեւ այդ խաղատան տարեկան շրջանառությունը գլխավորապես այդ ընդհանուր շրջանառությունը կազմում է 14 միլիարդ դոլար տարվա ընթացքում եւ 90%-ը պատկանում է այդ խաղատանը։ Դուք պատկերացնում եք, խոսքը մի 10 միլիարդ դոլար շրջանառություն ունեցող մարդու մասին է, ում դեմ է դուրս եկել Հայկ Սարգսյանը։ Չգիտեմ ինչ պատճառներով, անձնական շահ ունի կամ ինքն էլ ուրիշ խաղատան շահեր է սպասարկում, դա իրենց խնդիրն է։ Ամեն դեպքում դեմ էր դուրս եկել եւ սրա համար է նա պատժվում իրականում։
որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարող թույլ տալ, որ իր հարաբերությունները վատանան 10 միլիարդ դոլար շրջանառություն ունեցող բիզնեսի սեփականատիրոջ հետ։ Այդ բիզնեսի սեփականատերը վստահաբար առաջիկա ընտրություններում պիտի Նիկոլ Փաշինյանի համար լուրջ ձայներ ապահովի եւ կան տեղեկություններ, որ կա նաեւ նման խոստում, ձայներ ապահովելու եւ Փաշինյանը ըստ էության Արարևույթ հենց նրա պահանջով է Հայկ Սարգսյանին դուրս թողնում այս քաղաքական գործընթացից եւ վստահաբար նաեւ կպատժի նրան։ Հրապարակ թերթը գրում է. Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը 2025 թվականի վերջին դիմել էր վարչական դատարան եւ հայց ներկայացրել ընդդեմ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության։ Ըստ հայցադիմումի ՆԳՆ ոստիկանության բարեկային ծառայության աշխատակիցները նրան տուգանել են 10,000 դրամով եւ բալային համակարգով նրա վարորդական իրավունքից հանել տուգանային 1.5 միավոր։ Տեղեկացանք, որ գեներալ-մայորը դատարանում հաղթանակ է տարել։ Շնորհավորում ենք Արթուր Օսիկյանին այս հաղթանակի կապակցությամբ, նոր հաղթանակներ ենք բախտում նրան այս ոլորտում։ Հրապարակ թերթը գրում է, ընդ որում ես ասեմ միջև հրապարակի հաջորդ հոդվածին ասել է, սա Հայաստանում եղած գեներալների մեծ մասի հիմնական հաղթանակների պլանկան է, որ կարող են հաղթել տուգանքների հարցում։ Ուրիշ հարցերում հələ որ չեն կարողանում հաղթել։ Հրապարակ թերթը գրում է. նախնական որոշման փետրվարի 15-ին տեղի կունենա ԿՊ համաժողովը, որի ընթացքում նախնական կձևավորվի ԿՊ ցուցակը։ Ինչպես գրել էինք, համաժողովի 1000 պատվիրակները 50 հոգու են ընտրելու գրանցված 280 տեխնացուների ցանկից։ Հիշեցնենք, որ падգամավորության համար առաջադրվել էր 380 անձ, որոնք նախ ֆիլտրվել են վարչության կողմից, 100 հոգի կտրվել է քննությունից, գրանցվել է 280-ը։ Համաժողովի յուրաքանչյուր պատվիրակ կարող է 50 հոգու ընտրել, ըստ այդմ էլ կձևավորվի նախնական ցուցակը։ Սակայն քանի որ Փաշինյանը որոշել է ժողովրդավար երևալ, բայց նաև ցուցակը կազմելու հարցը չթողնել շարքային, ուստի խորամանկ սխեմա են մտածել։ Սկզբում համաժողովը կընտրի 50 առաջին համարներին առանց ցուցակը կազմելու, ապա կլինի երկրորդ մի համաժողով կամ համագումարել կանեն հավանաբար մարտի կեսերին եւ կրկին պատվիրակներն ընտրություն կանեն, բայց միայն առաջին 50 տեխնացուների միջև, որպեսզի նախ վարչապետի տեխնացուին որոշեն, հետո մյուս անդամներին ցուցակի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. հանրապետական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ակտիվ բանակցություններ են, վերադասավորումներ են ընթանում։ Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն խորհրդարանական ընդդիմադիր դաշտից այս պահին Հայաստան դաշինքը գրեթե վերջնական որոշում ունի սպասվող ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցում։ Պարզապես update կարվի ցուցակը կփորձեն ակտիվ երիտասարդների ներգրավել, տարեցներին ուղարկելով վաստակած հանգստի։ Հայաստան խմբակցության падգամավոր ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը ժողովրդին փոխանցեց, որ այս պահին խմբակցության կամ ցուցակի կազմի փոփոխությունը առաջնահերթության չեն դիտարկում։ Մանրամասներ չեմ կարող հայտնել, որովհետև որևէ կոնկրետություն չկա։ Մենք հայտարարել ենք, որ բանակցությունների փուլում ենք։ Նախ պետք է վերջնականանա դաշինքի ձևաչափը եւ պլատֆորմի հետ կապված բոլոր հարցերը ի վերջո կհրապարակվեն, ասաց Վարդանյանը։ Նույն խմբակցության падգամավոր Ագնեսա Խամոյանն էլ նշեց, որ ցուցակի եւ ձևաչափի վերաբերյալ քննարկումները դեռևս չկան։ Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը ՀՀԿ-ն այս անգամ այնքան էլ հակված չէ մասնակցելու ընտրություններին։ Իսկ թե ում կաջակցեն չմասնակցելու պարագայում այս հարցն ուղղեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Մինչև Աշոտյանի խոսքը ընթերցելը ներողություն եմ խնդրում, ես սկզբում ասացի հրապարակ օրաթերթի հոդվածը, բայց սա ժողովուրդ օրաթերթի հոդվածն է։ Հունվարի 16-ին տեղի ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի վերաբերյալ համապատասխան մամուլի հայտարարությունը տարածվել է։ Մենք քննարկել ենք կուսակցության մասնակցության հարցը, հնչել են տարբեր կարծիքներ, որոշում դեռ չի կայացվել, քննարկումները շարունակվում են, ասել է Արմեն Աշոտյանը։ Արտախորհրդարանական դաշտում եւս ակտիվ բանակցություններ են ընթանում։ Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն Ապրելու երկիր կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Մայր Հայաստան դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը եւ Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հնարավոր է միասնական ճակատով գնան ընտրություններին։ Համենայն դեպս քաղաքական դաշտում նման բանակցությունների մասին է խոսվում։ Արթուր Վանեցյանն այս առիթով հրաժարվեց մանրամասնել հայտնել
հայրենիք կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը մեզ փոխանցեց հետևյալը. կոնկրետ ձեր նշած կուսակցությունների մասով առանձնահատուկ տեղեկատվություն չեմ կարող հաղորդել։ Կան տարբեր ընդդիմադիր կուսակցությունների հետ շփումներ, մտքերի փոխանակումներ, բայց ոչ ավելին։ Մենք այս պահին ունենք որոշում ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մասին, սակայն չենք բացառում նաև դաշինք կազմելու տարբերակը, ասել է Բաբկեն Հարությունյանը։ Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կտրուկ հերքեց շրջանառվող լուրերը։ Նշենք, որ Մայր Հայաստանը վերջերս տեղական ընտրություններում շոշափելի հաջողություններ է արձանագրել, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Արաքելյանն էլ հերքեց լուրերը, նման բան չկա, ամբողջությամբ սխալ տեղեկություններ են, ասաց նա, միաժամանակ չհստակեցնելով, թե ինչ ձևաչափով են պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Տեղեկություններ կան, որ բանակցություններ են ընթանում նաև Միասնության թևեր շարժման, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման, Աբրահամ Գասպարյանի եւ Ռուբեն Մխիթարյանի միջև ընտրություններին միասնական մասնակցելու նպատակով։ Մենք պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների հետ։ Եթե լինեն նորություններ կամ արդյունքներ, անպայման կհրապարակենք, օրաթերթին ասել է Աբրահամ Գասպարյանը։ Հայաքվեից Արմեն Մանվելյանը փոխանցեց, մենք լայն բանակցային գործընթացի մեջ ենք բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Ձեր նշած ուժերի մեծ մասի հետ դեռ հարաբերություններ չունենք։ Նույնիսկ հանդիպումներ չեն եղել, սակայն դրանք դիտարկում ենք, որոշ փուլում հնարավոր է հանդիպենք։ Այս պահին բանակցությունների մասին ոչինչ ասել չեմ կարող, մինչև դրանք հասնեն, այսպես ասած, տրամաբանական ավարտի։ Միասնության թևեր շարժումից տեղեկացանք, որ այս պահին ապագայի վերաբերյալ հրապարակային տեղեկություններ չունեն։ Ռուբեն Մխիթարյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել եւ մեկնաբանություն ստանալ։ Համապետական ընտրություններից առաջ ակտիվ բանակցությունների մեջ են Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, Ապրելու երկկուսակցությունը, Սասնա ծռերը, Նժար ուժը, Հաղթանակ կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանի գլխավորությամբ, այսինքն կուսակցությունը Վիկտորի գլխավորությամբ, ինչպես նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ապրելու երկիր կուսակցությունն արդեն տվել է իր ընդհանրական պատասխանը։ Վիկտոր Մնացականյանը նշեց, որ այս պահին չի կարող տեղեկություններ տալ։ Սասնա ծռերից Գևորգ Սաֆարյանը փոխանցեց. մենք այս պահին համապետական ընտրություններին մասնակցելու որոշում չունենք։ Ձեր նշած հանդիպումների եւ բանակցությունների մասին տեղեկություն չունեմ։ ՀԱԿ-ի փոխնախագահ եւ միաժամանակ կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հերքեց շրջանառվող լուրերը։ ՎԿ-ից եւս չհաջողվեց պատասխան ստանալ։ Նրանք ակտիվորեն առաջ են տանում առաջարկ Հայաստանի նախաձեռնությունը, որը ըստ իրենց լայն համախմբում է ապավել։ Հայտնի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն է ծավալում նաև մեր ձևով շարժումը։ Գործունեության մաս են կազմում շարունակական հանդիպումներն ու բանակցությունները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ մեր ձևով շարժում բանակցություններ է ունեցել նաև Լուսավոր Հայաստան կուսակցության եւ մի շարք այլ քաղաքական ուժերի հետ։ Մեր ձևով շարժման մամուլի քարտուղար Մարիան Աղարաբանյանը մեզ փոխանցեց, ինչպես հայտարարել է ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, շարժումը ձևավորվել է հստակ տեսլականի հիման վրա։ Իրական եւ շոշափելի փոփոխությունների հասնելու նպատակով, ինչը հնարավոր է նոր ղեկավարի միջոցով, որը կկարողանա համախմբել պառակտված հասարակությանը։ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն էլ կտրականապես հերքեց մեր տեղեկությունը, նշելով, որ որևէ ձևաչափով հանդիպում, քննարկում կամ բանակցություն չի եղել։ Այդուհանդերձ մեր ձևով շարժումը մտադիր է դառնալ լայն միավորում։ Տեսնենք, թե ինչպես կստացվի կոնսենսուս -1 ծրագիրը, քանի որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն քաղաքական դաշտում դաշնակիցներ չունի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. հեղափոխության ոսկե կանոնը այն է բացառել խնամի ծանոթ բարեկամով աշխատանքի տեղավորվելու գործընթացը, սակայն այն խախտվել է վաղուց, երբ օրինակ ընտանիքով աշխատում են իշխանական շրջանակներում։ Խոսքը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ընտրությունների ժամանակ կյանքի ու մահվան կռիվ տված падգամավոր Ալխաս Ղազարյանի մասին է։ Օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ ԿՊԱ-ական падգամավորի եղբայրը Դավիթ Ղազարյանը աշխատում է վարչապետի աշխատակազմում եւ համակարգում է վերջինիս արարողակարգային այցերը։ Համաձայն Ալխաս Ղազարյանի հայտարարագրի նրա եղբայրը Դավիթ Աղաբեկի Ղազարյանը ԱՁ-ի տնօրեն է։ Հետաքրքիրն այն է, որ падգամավորը հայտարարագրել է 13 անշարժ գույք, սակայն եղբայրը չի հայտարարագրել ոչ անշարժ գույք, ոչ շարժական գույք։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. դատավորներին պատերի տակ վնգստացող անվանած Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներին դատական անկախությունը, որը անգամ տեսականորեն կարող է որևէ դատարանի որևէ դահլիճում դրսևորվել, հանգիստ չի տալիս։ Այսօր խորհրդարանում քվեարկվելու է շատ վաղուց շրջանառվող ՀՀ պետական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ակնհայտորեն սահմանափակվում են դատավորների անկախության երաշխիքները։ Մասնավորապես նոր նախագծով առաջարկվում է դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու համար ընդամենը 4 կողմ ձայն 11 անդամից։ Տեղեկացանք, որ այս պահին հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որից 6-ը դատավոր են, 2-ը ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին իշխող ԿՊ կուսակցությունում իսկական մրցավազք է սկսել։ Բանն այն է, որ ԿՊԱ-ականները պետք է շատ ակտիվ աշխատեն իրենց ռեյտինգի վրա, որպեսզի կարողանան կուսակցական 1000 պատվիրակներից ձայներ ստանալ։ ԿՊԱ-ականները տարբեր մարզերում պետք է ԿՊ ակտիվին համոզեն ձայներ տալ իրենց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ԿՊ ցուցակում ընդգրկվելու համար ԿՊԱ-ականները պետք է 1000 ձայնից մոտ 400-ից 500 ձայն հավաքեն։ Բացի ընդգրկվելուց ԿՊԱ-ականները պետք է կարողանան ցուցակում լինել լավ դիրքերում, առաջատար համարներում, որպեսզի կարողանան իշխանությունում տեղ գտնել։ Դրա համար էլ թեժ պայքարում են իրենց տեղի համար։ Մինչև ընթերցեն Պոլիտիկայի մի հրապարակում, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճկնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ այսպես Պոլիտիկայի մի հոդվածը։ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը մեծ շեշտադրում էր անում խորհրդանշական քայլերի վրա։ Դրանցից մեկը Հայաստանի ղեկավարի ավտոմեքենայի համար նախատեսված ճաճանչափայլ արտոնյալ պետհամարանիշներից հրաժարվելն էր։ Փաշինյանը հայտարարում էր, որ այն դեն է շպրտել, արգելել է օգտագործումը եւ իր ծառայական մեքենայի վրա փակցրել է խիստ շարքային պետհամարանիշ։ Այդ ժամանակ սա ներկայացվում էր ոչ թե որպես տեխնիկական որոշում, այլ գաղափարախոսություն։ Իշխանությունը իջնում է ժողովրդի մակարդակին։ Վարչապետը մեզնից մեկն է։ Ոչնչով չի տարբերվում շարքային քաղաքացուց։ Նույն տրամաբանության մեջ էր նրա հրապարակային զարմանքը, երբ մարդիկ խոսում էին այն մասին, որ իր մեքենան կանգնում է կարմիր լույսի տակ։ Փաշինյանը դժգոհում էր, ասելով, թե դա ներկայացվում է որպես ձևականություն, մինչդեռ իր համար դա նորմալ քաղաքացիական վարք է։ Բայց քաղաքական խոսքն արժեք ունի այնքան ժամանակ, որքան այն պահվում է կապը իրականության հետ։ Տարիներ անց 2022 թվականին հենց նույն մեզնից մեկի շարասյունը կարմիր լույսի տակ չկանգնելու եւ արագություն գերազանցելու հետևանքով վրայերթի ենթարկեց հղի կնոջ։ Կինը մահացավ տեղում։ Ամենացնցողը ոչ միայն ողբերգությունն էր, այլ դրան հաջորդած սառնությունը։ Վարչապետի մեքենան հանգիստ անցավ դիակի կողքով, անգամ չկանգնելով։ Սա տեղի ունեցավ այն դեպքում, երբ Շարասյան մեջ կար նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնողին սպասարկող բժշկական անձնակազմի մեքենա։ Այստեղ ձևականությունների մասին խոսքն արդեն դառնում է ցինիզմ։ Պատերազմից հետո Փաշինյանը լուռ հրաժարվեց իր երբեմնի խիստ շարքային պետհամարանիշից։ Նրա մեքենայի վրա հայտնվեց 001 ու համարանիշը։ Ավելի ուշ գոլդացվեց նաև նրա կնոջ սպասարկող մեքենան 002 համարանիշով։ Իսկ 2026 թվականին իշխանությունն արդեն պաշտոնապես արձանագրեց այն, ինչ վաղուց ակնհայտ էր քաղաքական վարքագծում։ 001 ու պակաս գոլդ է, չափազանց մոտ է հասարակ մահկանացուներին։ Կառավարության որոշմամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մեքենայի պետհամարանիշը դարձավ պարզապես 1։ Սա արդեն ոչ թե անվտանգային կամ կազմակերպչական հարց է, այլ աշխարհայացք։ Թիվը որպես սիմվոլ, 1-ը բոլորից վեր, 1-ը առանձնացված, 1-ը օրենքից, կարմիր լույսից եւ պատասխանատվությունից դուրս։
2018-ին Փաշինյանը ասում էր ձեզանից մեկն եմ, 2026-ին փաստերը ցույց են տալիս հակառակը, ոչ թե խոսքերով, այլ համարանիշներով, շարասյուններով, անցած դիակներով ու չկանգնած մեքենաներով, նա օտար է։ Ժողովրդից օտարացումը միշտ սկսվում է փոքր խորհրդանիշներից, իսկ ավարտվում է նրանով, որ իշխանությունն այլևս չի տեսնում մարդուն։ Սա շատ տեսանյութեր էլ կան, կարող եք նայել, թե ինչպես է Փաշինյանը հպարտանում, որ դեն է նետել այդ իր ձևակերպմամբ ճաճանչափայլ պետհամարանիշները, որ ինքը հասարակ քաղաքացիացում, որ մենք դա չենք անում, որ ձևականությունն է, մենք անում ենք, որովհետև մենք ձեզնից մեկն ենք, հենց այդ տրամաբանությամբ ինքը վաղուց արդեն երևի թե ի սկզբանե մեզնից մեկը չէր։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։